Հունիսի 14-ի լույս 15-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտությունների շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր։ Հրադադարի պահպանման ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն։ Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է 2012 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում։ Ի սկզբանե նոր համակարգը ենթադրում էր առավել արդյունավետ դարձնել սոցիալական ծառայությունները, ձեռք մեկնել խոցելիներին։ Իսկ արդեն 2014 թվականից Հանրապետությունում մեկնարկեց մեկ այլ խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային խնամքի, ընտանիքի աջակցության եւ ներառական կրթական ծառայությունների ընդլայնում ծրագիրը, որի շրջանակներում այսօր Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցավ հանդիպում պատկան պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Մեր պետությունը որոշել է անել բարեփոխումներ։ Բարեփոխումներից երկուսը շատ նշանակալից են։ Մեկը վերաբերվում է սոցիալական ծառայություններում վերջապես սոցիալական դեմք փոխանցելուն։ Մյուսը վերաբերում է խնամքի ու պաշտպանության հաստատությունների վերափոխմանը։ Կամ եթե ավելի ճիշտ արտահայտվեն երեխաներին Հայաստանում մատուցվող ծառայությունների վերակազմակերպմանը, վերաձևավորմանը։ Եթե մինչև հիմա, երբ որ երեխաները դժվարին վիճակում էին, պետությունը առաջարկում էր մեկ տարբերակ, մեկ տիպի տարբերակ, կամ ընտանիքն է սեփական, կամ եթե դա չի հաջողվում, ուրեմն որոշում է, թե որ տիպի հաստատություն ուղարկենք երեխային։ Այս ծրագրի շրջանակում, որը հարավանության խնդրանքով է, որը ուղղակիորեն կարգեն առնվազն 3 նախարարությունների կրթության, գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման եւ իհարկե հիմնական դերակատարի աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության։ Բայց ծրագիրը այնպիսին է, որ ուղղակիորեն առնչվում է թե ոստիկանության, թե առողջապահության, ես դժվարանում եմ ասել մի ոլորտ, որը չի առնչվի, որևէ կերպ չի առնչվի այս ծրագրի հետ։ Ուրեմն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կոորդինացմամբ մենք 4 գործընկերներ ենք՝ Save the Children-ը, երեխաների աջակցության կենտրոնը, Հույսի կամուրջը եւ World Vision-ը, որոնք միասին այս ծրագրի երկու ռեֆորմներին վերաբերող մասնավորապես երեխաներին առաջարկվող ծառայությունների վերափոխման մասով այդ ծրագրի ապահովելու։ Այսօրվա հանդիպման նպատակն է մասնավորապես խնամատարության բաղադրիչի մասին խոսելը, հանրությանը իրազեկելը խնամատարության մասին եւ քանի որ սա մասնագետների ֆորում է, հրավիրել ենք մասնագետներին, մենք ակնկալում ենք բազմապատկվող արդյունք։ Մենք ակնկալում ենք, որ այն ինչ այսօր կխոսենք, կքննարկենք, կվիճենք, կհամաձայնենք, չգիտեմ, դեպատների առարկա կդարձնենք եւ այլն, եթե ինչ-որ եզրակացությունների կան, ակնկալում ենք, որ սա պիտի տարածվի հանրության մեջ։ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, ողջունեց ծրագիրը եւ հավաստիացրեց, որ հնարավորինս կաջակցի դրա իրականացմանը։ Հիմքում դրված է մեկ կարևոր նպատակ՝ երեխաների, ովքեր զուրկ են զատված են իրենց ընտանիքներից եւ մեր բոլորի ուշադրության կարիքն ունեն։ Ուստի ես նույնպես որպես համայնքի ղեկավար կարևորում եմ այս հանդիպման նպատակը եւ մեր ներկայացուցիչները եւ ինքնին պատրաստ են քննարկելու այն բոլոր հնարավոր զարգացումները եւ նաեւ շեշտել մեր դիրքորոշումը հասարակության։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հասմիկ Առաքելյանը ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները։ Մեր նպատակն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում աջակցել կառավարությանը երեխաների համար բարեկեցիկ իրենց լավագույն շահից բխող միջավայր ստեղծելու, որպեսզի իրենք մյուս, այսինքն մեր կենտրոնացումը բնականաբար առավել խոցելի խմբի երեխաների իրավունքների պաշտպանությունն է եւ ապահովել հավասար աջակցող միջավայր, որպեսզի իրենց իրավունքները իրացվեն, որպեսզի իրենց կրթական, առողջապահական, սոցիալական խնդիրների լավագույնս լուծումը ապահովի եւ նրանք ապրեն ընտանեկան միջավայրում։ Մեր հիմնական ուղղություններն են երեխաների, ինչպես նշեցի, ընտանեկան միջավայրում ապրելու իրավունքի իրացումը, արդարադատության համակարգի մատչելիությունը երեխաների համար, երեխաների
երեխաների պաշտպանությունը բռնությունից եւ ներառական կրթության համակարգի ներդրումը եւ մի շարք հաջողություններ եւ պատահական չէ, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ներգրաված է այս ծրագրում, որը համաֆինանսավորվում է մեր կողմից, սակայն հիմնական դոնոր կազմակերպությունը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունն է եւ ծրագիրը, ինչպես տեսնում եք, կոչվում է խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային խնամի, ընտանիքի աջակցության եւ ներառական կրթության ծրագրերի ընդլայնում։ Հասմիկ Արաքելյանը թվարկեց նաև այն բոլոր գործողությունները, որոնք նախատեսվում են ընթացիկ տարում։ World Vision-ը դեռևս ակնկալում է նախարարության արձագանքը այդ մշակված բազմաֆունկցիոնալ ընտանեկան մոդելի, ընտանեկան կենտրոնի մոդելի շուրջ, որպեսզի դրանից բխող արդեն վերանորոգման կենտրոնի վերակազմակերպման աշխատանքները կազմակերպի եւ այս տարվա մայիսից մենք փոխի երեխաների աջակցության կենտրոնի հետ միասին ակտիվ աշխատանքներ են տարել մայիսին 2 փուլով 5-օրյա դասընթացներ իրականացվել սոցիալական աշխատողների, դեպքվարողների եւ այլ ծառայություն մատուցողների ներառյալ ոստիկանության, կրթության, առողջապահության եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում դեպքի վարման մեթոդաբանության եւ խնամատ առանձին 5-օրյա դասընթաց արդեն խնամատարության թեմայով եւ այս շաբաթ մեր խնամատարության վերաբերյալ այս մասնագիտական ֆորումի եւ մյուս համայնքային հանդիպումների հետ զուգահեռ մենք նաեւ իրականացնում ենք նշված Սիսիանի, Գորիսի եւ Կապանի դպրոցներում իրականացվելու են գնահատումներ երեխաների, այսինքն բազմապրոֆիլ աշխատանքներ են իրականացնում, որոնք ուղղված են այս բարդ, սակայն հուսով ենք համատեղ ուժերով հաղթահարելի եւ արդյունքների տանող ծրագրի իրականացմանը։ Գեղանուշ Գյունաշյանը ներկաներին խորհուրդ տվեց ակտիվ լինել քննարկումների ընթացքում եւ մասնակցել որոշումների կայացմանը։ Ընդհանրապես հանրապետությունում ինչ տիպի բարեփոխումներ իրականացվում են, դա առաջին հերթին վերաբերում է համայնքի բնակիչներին։ Լավ ենք անելու այդ բարեփոխումները, վատ ենք անելու, կառավարությունը ինչ է որոշել, մենք ինչ ենք խորհուրդ տվել կառավարությանը, բոլորս դրա համար պատասխան կտանք։ Լավ եղավ, շնորհակալություն կհայտնեմ, վատ եղավ, ելի դուք եք մեզ ասելու, որ չաշխատեց։ Ինչ որ բան սխալ էիք որոշել։ Որպեսզի սխալ որոշած չլինենք, մենք այսօր այստեղ ենք։ Լավագույն համայնքներից մեկում, որտեղ շատ ակտիվ են բոլոր աշխատողները, բոլոր կենտրոնների, եւ ոստիկանության, եւ մարզային իշխանությունները, եւ քաղաքային, եւ կենտրոնները աջակցության, World Vision-ի մասին էլ չեմ խոսում։ Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը սխալ որոշումներ չկայացնի, սխալ քաղաքականություն չմշակի, սխալ իրավական ակտեր չընդունի ազգային ժողովի միջոցով, սխալ խորհրդատվություն չստանա, մենք այսօր այստեղ ենք լսելու ձեր կարծիքը։ Շնորհակալ կլինենք ձեր անկեղծ զրույցի, ձեր քննադատության, ձեր սեփական տեսակետի համար։ Խնամատարության հայեցակարգի մասին էլ խոսեց Save the Children կազմակերպության ներկայացուցիչ Ամալիա Ոսկանյանը։ Հայեցակարգը, ինչպես Հասմիկը նշեց, մարտի 10-ին Սուրիկ Պապանի արդեն ընդունվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխմանը։ Save the Children-ը եւ երեխաների աջակցության կենտրոնը պետական մարմիններին աջակցել են այս հայեցակարգը կազմելուն եւ հիմնականում հայեցակարգում խնամատարության ինստիտուտի հետ կապված սկզբունքներն են ամրագրված, նաեւ ես կներկայացնեմ փոփոխությունները։ Գիտեք, որ խնամատար ընտանիքի ինստիտուտը արդեն իսկ կարգավորված է Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերով, ընտանեկան օրենսգրքում ամրագրված է խնամատար ընտանիքի վերաբերյալ մի քանի դրույթներ։ Հայեցակարգը մշակվել է բխում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-16 թվականի ռազմավարությունից, նաև մի շարք այլ ստանձնած պարտավորություններից Հայաստանի Հանրապետության։ Հիմնականում խնամատարության նպատակն է պաշտպանել երեխաների իրավունքները, ապահովել երեխայի լավագույն շահը։ Հայեցակարգում արդեն իսկ ամրագրված է երեխայի լավագույն շահով առաջնորդվել այլընտրանքային խնամքը կազմակերպելուց երեխայի եւ երեխայի լսվելու իրավունքը, այսինքն երեխայի լսվելու իրավունքին առաջնահերթություն է տրվում։
Նպատակներից մեկն է վերադարձնել երեխային կենսաբանական ծնողներին, ընտանիք, այսինքն մենք ինքնամատարությունը հիմնականում դիտում ենք, եթե դա ծայրահեղ դեպք չէ, ժամանակավոր միջոց, որպեսզի կենսաբանական ընտանիքների հետ որոշակի աշխատանքներ տարվի եւ երեխային հնարավոր լինի հետ վերադարձնել կենսաբանական ընտանիք։ Այն, որ հանրապետությունում խոցելի խմբեր, հատկապես երեխաներ շատ կան, դա ակնհայտ է, իսկ թե ի վերջո ինչպես կանդրադառնա ծրագիրը կամ կատարված բարեփոխումները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ճակատագրին, այս պահին ոչինչ ասել հնարավոր չէ, պարզ կդառնա միայն ծրագրի ավարտին 2019 թվականին։ Երեկ Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում կայացավ քոլեջի 3-րդ կուրսի ուսանողուհի միջազգային մրցույթի դափնեկիր Մերի Պետրոսյանի մենահամերգը։ Առաջին անգամ չէ, որ Մերին հանդես է գալիս համերգով, բայց հուզվում եւ անհանգստանում է առաջին անգամվա պես։ Երաժշտական դպրոցի տարիներին նույնպես ունեցել եմ մենահամերգ 7-րդ դասարանում, Ռենա Աթաբեկովայի, Ռենա Արամովնայի դասարանում։ Սա երկրորդն է, ճիշտ է, մասնակցել եմ նաև մրցույթների եւ ուզում եմ այս տարվա ամբողջ աշխատանքը Մարինա Նահապետյանի հետ կատարած ամբողջ աշխատանքը ներկայացնել, որպեսզի հասանելի լինի նաև հասարակությանը այս տարվա աշխատանքը։ Դաշնակահարուհին ծրագրում ընդգրկել է հայ, ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները, բայց ամենից շատ սիրում է Շոպեն նվագել։ Շատ եմ սիրում Շոպեն, Լիստ, Գրիգ, ռոմանտիկ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Սեփական ստեղծագործություններ դեռևս չունի, ասում է, մտածում եմ այդ ուղղությամբ։ Քանի որ շատ եմ սիրում Շոպեն, այդ ոճը ինձ շատ հոգեհարազատ է, հուսով եմ նրա ոճի ստեղծագործությունները այդպիսի հանգիստ եւ քնարական տիպի ստեղծագործություններ։ Նվագել սկսել է 7 տարեկանից, սիրել է դաշնամուրը, նվիրվել գործիքին, գործիքն էլ իրեն։ Ծնողներս են առաջարկել, որպեսզի դաշնամուր մասնագիտություն ընտրեմ։ Հայրս ֆլեյտա է ավարտել, նույնպես արվեստի քոլեջը, եւ ընդհանրապես ինձ մանուկ հասակից դաշնամուրը շատ է դուր եկել։ Հատկապես հիշում եմ Տոմ ու Ջերի մուլտիկից, այնտեղ երբ Տոմը նվագում էր դաշնամուր, հիշում եմ Ռախմանինովի ստեղծագործություններ նվագում։ Դուր եկել եւ ես որոշեցի դաշնակահար դառնալ։ Բոլորի պես Մերին էլ իդեալ ունի, ում միջոցով սիրել է դաշնամուրային երաժշտությունը, դաշնամուր նվագելը եւ այն ամենն, ինչը կապված է գործիքի հետ։ Ուզում է հենց նրան նմանվել։ Իմ իդեալը դա դաշնակահարներից հայտնի դաշնակահար է Լանգլանգն է, չինացի դաշնակահար։ Շատ է դուր գալիս նրա կատարելու գործը, նրա մատուցումը յուրովի կերպով։ Մերիի վերջին կատարումն իր դասատուի Մարինա Նահապետյանի հետ էր։ Իմ լավագույն սաներից է Մերին, ասում է Մարինա Նահապետյանը։ Մերիից գոհ է նաև քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանը։ Ես հույսով եմ, որ Մերին անպայման կշարունակի իր ուսումը, նրան ունի դեռ 1 տարի ստեղ սովորելու եւ 1 տարուց հետո ես հույսով եմ, որ նա անպայման կշարունակի իր ուսումը, որ նա բեմերը ավելի կընդլայնի եւ ես հույսով եմ տեսնել նրան ավելի մեծ բեմերում եւ մեծ հաղթանակներ։ Մերին ես ոչ միայն քոլեջից եմ ճանաչում, Մերին նաեւ Կապանի TV2 երաժշտական դպրոցի լավագույն սաներից մեկն է եղել։ Որ շարունակում ես ուսում Կապան արվեստի պետական քոլեջում։ Պետք է ասեմ ձեզ, որ շատ աշխատասեր, շատ երաժշտական ուսանողի է։ Այդ վկայում նաեւ Մերին մրցույթների մասնակցած նրա արդյունքները։ Դեռ մի քանի ամիս առաջ էր Գյումրիում կամերային անսամբլետ մանով անվանակարգով նա արժանացել առաջին կարգի մրցանակի։ Դրանից առաջ եւ Բաբաջանյանի մրցույթին մասնակցել եւ Գյումրիում էլի տարբեր ձև մրցույթների։ Իր առաջին քայլերը դեպի մեծ բեմեր արդեն կատարել է Մերին։ Մնում է նրան հետ չկանգնել իր ընտրած ուղուց եւ միշտ առաջ գնալ։